Իհարկե առաջին հերթին Ռուսաստանի դեմ է։ Իրանին հարվածներն էլ դա ի վերջո ուղղված է Ռուսաստանի դեմ։ Այսինքն տարածաշրջանում համեմատաբար կայուն երկիրը Իրանն է, ենթադրենք, Իրանին ապակայունացնելով, միլիոնավոր փախստականների պայմաններ ստեղծելով, բնականաբար ուզում են Ռուսաստանի հարավային սահմանների մոտ ստեղծել անկայունություն։ Այսինքն վերջնակետը դա Ռուսաստանի նկատմամբ ճնշումն է։ Բայց ես իհարկե կողմ եմ Իրանի հետ լավ հարաբերություններին, բայց կարծում եմ մեդիա դաշտում Իրանի դերը մի քիչ ուռճացվում է, ավելին վտանգ եմ տեսնում հանրային կարծիքում, որ փորձ է արվում Ռուսաստանի դերը հանրային կարծիքում փոխարինել Իրանի դերով, որը շատ վտանգավոր է, որովհետև Իրանը չունի այդ ներուժը Արևմուտքի Միացյալ Նահանգներին դիմակայելու։ Միակ պետությունը, ում հետ Միացյալ Նահանգները պատրաստ են նստել հաշվի եւ խոսել եւ իր կարծիքը հաշվի առնել, դա Ռուսաստանն է։ Ոչ Իրանը, ոչ Չինաստանը, ոչ մեկի հետ իրենք չեն նստելու։ Տրամպը ինչ ուզում, ում հասցեին ուզում, ինչ ուզում ասում է։ Եվ միայն Ռուսաստանից է, որ նա ռեալ վախենում է։ Այնպես որ նոյեմբերին շարունակում է մնալ փրկողակ, այն դեռ կա։ Իհարկե պայմանները շատ ավելի վատ են մեզ համար, բայց դեռ ուշ չէ վերադառնալ նոյեմբերի 9-ի շրջանակ։ Դա փրկողակ է ուղղակի, առանց դրա չեն կարող։